Ողջույն։ Երևի չկա այդպիսի օր, որ չիմանանք ԿՊԱ-ական պաշտոնյայի կողմից բռնություն կիրառելու մասին։ Շաբաթը նոր է սկսել արդեն երկու դեպք։ Նախորդ շաբաթ դարձյալ բռնություն, դրանից առաջ ևս։ Լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ դիմակավորված անձը ծեծի է ենթարկել իրեն։ Դրանից առաջ համացանցում կոնֆլիկտ է ունեցել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ուղևարձը վճարած քաղաքացուն քաղաքապետարանի հսկիչները տուգանում են, պարզվում է սխալ են տուգանել, լրագրողը հեգնում է Facebook-յան էջում։ Քաղաքապետարանի այս նշածս պաշտոնյան կապ է հաստատում, սկսում է հայհոյել, վիրավորել։ Հետո լրագրողին բռնության են ենթարկում։ Ուշագրավ է պաշտոնի անունը՝ հասարակական կարգի պահպանման ծառայության պետ, այսինքն պաշտոնյա, որը հենց հասարակական կարգի պատասխանատուն է, այս ձևով է կարգը պահպանում։ Ավինյանի կառավարած քաղաքապետարանում միակ դեպքը չէ սա։ Վերջերս կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Նա էլ էր քաղաքացու ծեծի ենթարկել մի խումբ անձանց հետ, նրան զրկելով ազատությունից, խոշտանգել էր, բայց ընդամենը մի քանի օր անցկացրեց կալանավայրում։ Մկրտչյանի պարտականությունները կատարող նշանակեցին տեղակալին, որը մամուլը գրեց 2029 էլի Ռազմիկ Մկրտչյանի հետ ծեծի ենթարկել համայնքապետարանի աշխատողի ու մնացել անպատիժ։ Էլի վերջերս Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ուղիղ եթերում ոհմակով ծեծի ենթարկեց բլոգեր Արթուր Չախոյանին ու բնականաբար մնաց անպատիժ։ Մի խոսքով Երևանի քաղաքապետարանում ծեծելը նորաձև է։ Երեկվա մյուս դեպքը։ Գրվեց, որ կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանը այլ աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել կին աշխատակիցներից մեկի ամուսնուն։ Այնքան են ծեծել, որ հայտնվել է հիվանդանոցում։ Պատճառը բոլորովին հետաքրքիր չէ, այ հետաքրքիր է այն, որ կադաստրի ԿՊԱ-ական պետը շարունակում է մնալ իր պաշտոնին։ Վստահեցնում են, որ եթե մի որևէ ընդդիմադիր գործիչ աներ այս թվարկածներս, նրան նախ կկալանավորեին, որ գործին չխանգարի, չմիջամտի իբր, ինքն էլ ծեծած չլիներ, գլխին կսարքեին, բայց ԿՊԱ-ական պաշտոնյաները մտավախություն չկա երևի, որ պաշտոնեական դիրքը կօգտագործեն։ Լավ, իսկ ինչու են այսպես հղփացել, ինչու են մարդկանց վրա հարձակվում, ծեծում։ Ըստ երևույթին, որովհետև իրենցից առաջ լիքը ծեծող ու չպատժվող պաշտոնյաներ են եղել։ Երբ Նիկոլն ասում է կառավարությունը ես եմ, այն մի ԿՊԱ-ական էլ կարող է ասել ես դատավոր եմ, այն մյուսը ես օրենքն եմ, մյուսն էլ իրեն աստվածհռչակի։ Մեկ է, պատիժ չկա ԿՊԱ-ականների համար։ Մի տարի անցավ Արագածոտնի ԿՊԱ-ական մարզպետի մասնակցությամբ ծեծկռթուքից։ Ինչ պատիժ եղավ։ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծեցին, սպանեցին։ Ինչ պատիժ եղավ։ Իսկ ինչու են ԿՊԱ-ականները նման խուժանությունների գնում, որովհետև տեսնում են, որ անպատիժ են ու մտածում են, թե հավերժ են լինելու, որովհետև վստահ են ինչ էլ անեն, ժողովուրդը չի կարող այդքան բերետների, ոստիկանների պատնեշը ճեղքել ու իրենց ապօրինությանը վերջ տալ։ Նրանք տեսնում են, որ ձևական քրգործեր են հարուցում, մի քիչ աղմուկը անցնում է, ազատ են արձակվում, գործերը կարճվում են։ Բայց հենց այդ անպատժելիության զգացումն է, որ իրենց թույլ չի տալիս հասկանալ, որ վերջը շատ մոտ է ու ամեն անգամ ավելի է մարդկանց համբերության բաժակը լցվում։ Կրկնում եմ, անպատժելիության զգացումը ամբողջ ԿՊ-ում կա։ ԿՊԱ-ական նախկին падգամավորի կինը մեկ այլ կնոջ վթարի ենթարկեց ու մնաց անպատիժ, մահացու վրաերթեր ենթարկել։ Իսկ ինչու պատժվի, երբ Նիկոլի Շարասյունն էլ սպանեց մեկ այլ կնոջ ու չպատժվեց։ Ընդ որում, նախկին падգամավորի կնոջ գործով դատավորը Մասիս Մերքոնյանն է, վրաերթով սպանության համար չի կալանավորում, Facebook-յան գրառման համար կալանավորում է։ Իսկ ինչ եղավ ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր Թմրանյութի վերաբերյալ գործը։ Ասում են ամոթ է, հրաժարական տուր, եղբայրդ սկանդալի մեջ է, պատասխանում է։ Կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղավորները կբացահայտվեն։ Իսկ կարող է քո հանգամանքը չթողնի իրական մեղավորները բացահայտվեն։ Կամ ինչ եղավ մի քանի օր առաջվա ծեծի աղմկահարույց գործը Խոյ գյուղի ԿՊԱ-ական ղեկավարության նրանց հարազատների մասնակցությամբ։ Մամուլն էր գրել, աղմուկ բարձրացավ։ Կամ դարձյալ մամուլի բարձրաձայնած դաշտ
գյուղի քպական գյուղապետի հոր ոստիկանի ծեծելու գործը էլի մամուլներ գրել։ Այս լուսանկարը 2018 թվականից են, այն որ 1000 խոստում տալով ժողովրդին խաբեցին։ Ժողովուրդ ջան, ես որ չեմ հիշում 2018 թվականին, որ այսպես հավաքվել էիք, խոստացած լինեմ, որ կադաստրի պետը կաբինետում մարդ է Սամասուդ անելու կամ թաղապետը։ Չէին ասել, որ քպականների թորները ձեր երեխեքին դանակահարելու են ու պլստան, Մելքոնյան Գագիկ, թե ասել եք, խոստում ես տվել այդպիսի։ Չէին ասել, որ ազգային ժողովի նախագահը կարող է հանգիստ թքել մարդկանց վրա, ասել են գալիս ենք շմայսական բարքերից ազատելու, չեն ասել, որ Սերգեյ Բակրատյանն ու իր որդուն նշանակելու են այդ բարքերի շարունակող, կամ Արթուր Հովհաննիսյանին, կամ Ռուստամ Բաքոյանին, կամ Խաչատուր Սուքիասյանի աղբորը։ Հեղափոխություն անելուց այսպիսի Հայաստանի մասին եք երազում, ժողովուրդ։ Վերջերս ազգային ժողովում միջադեպ եղավ ու քպական դեպուտատների օգնականները լցվեցին դահլիճ, հարձակվեցին ընդդիմադիրների վրա։ Հետո պարզվեց, որ քպականների այդ օգնականներից մեկը, օրինակ, Երևանի Մալաթիա Սեբաստիայի նախկին թաղապետն է, որը հիմա Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, կոռուպցիոն մեղադրանքներով աշխատանքից ազատված։ Այն մյուսը մեկ այլ կոռուպցիոն գործով է հայտնի, այն մյուսը կրիմինալ վարքով, այսինքն իշխանության մեջ գործում են բանդաներ, գործում է կազմակերպված հանցավոր խմբեր, հանցագործություններին, օրինազանցություններին սովոր մարդիկ։ Ամեն օր մի քպական պաշտոնյայի նրա մոտ հարազատի մասին մի դեպքի մասին լսում ես։ Մեկ Պապիկյանի խորհրդականի որդին է սպանությամբ միջադեպի մեջ հայտնվում, մեկ տեղ գյուղի քպական համայնքապետի ազգականներն են կրակոցով միջադեպի մեջ հայտնվում, մեկ գյումրեցի քպական падգամավորի հարազատն է ձերբակալվում թմրանյութի կասկածանքով, մեկ թմրանյութի կասկածանքով նախարարության քպական աշխատակից, Նուբարաշենի թաղապետի օգնականը, Արագածոտնի մարզպետի խորհրդականը, մեկ քպական քաղաքապետի ընտանիքին պատկանող տարածքում են մարդ սպանում եւ այսպես շարունակ։ Նիկոլի կադրային քաղաքականությունը երբեք ու երբեք պայմանավորված չի եղել մասնագիտական որակներով։ Ամեն մեկին նշանակում է մի ծառայության համար, որը մատուցել է իրեն, իր թիմին։ Կարող է օգնել այսինչ տեղում զավթել աթոռը, այսինչ տեղում սարքել ընդդիմադիրների գլխին եւ այլն։ Ու հետո հերթով դեմքները բացում են։ Մի 50-ին հանում են գործից թմրանյութերի հիման վրա, մի քանիսին ծեծի թեմայով, մի 100-ին կոռուպցիայի համար, բայց հիմնականում բավարարվում են հանրության աչքից հեռացնելով, թողնելով անպատիժ, մեծամասնությունն էլ պահպանում է պաշտոնը։ Նիկոլն էր ասում, բռնությունը իսպառ վերացել է մեր կյանքից, պետք է բռնություն գործադրողները նետվեն աղբաման։ Այս թվարկածս դեպքերով մեղավորները որտեղ են նետվել, աղբաման ոչ, նետվել են ՔՊ թիմի մեջ։ Կարճ ասած, գործ ունենք մի իշխանական խմբակի հետ, որը հակված է ապօրինությունների, եթե չասեմ հանցանքի։ Նիկոլենց մասով առաջ ասում էին գործակալներ են։ Հիմա սակայն դա մնացել է, չի փոխվել, բայց ոչ միայն ասում են գործակալներ են, այլև թմրամոլ են, հանցագործ են, կոռուպցիոներ են, կաշառակեր են, թալանչի են։ Մեր երկրում իշխանության են մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիր ունեն, բայց չեն պատժվում, որովհետև քպական են, քպական պաշտոնյայի բարեկամ են, ընտանիքի անդամ են։ Սրանք եկել են իբր ձեզ ազատելու ամենաթողությունից, խուժանությունից, բեսպրեդելից, բարդակից, բայց երկիրը իրենք սարքել են հենց այդպիսին։ Իդեպ, այն օրը կարդացի Մուշավան գյուղում մեկը նապաստակ էր գողացել 9000 դրամ արժեքով, ձերբակալել են, խնդալու է, չէ՞։